Այս ծափահարությունները ուժեղ Հայաստանին ա նվիրվում։ Իրանք իրանց ձեռքով, իրանց ձևով տապալում են իրենց ամբողջությամբ ժողովրդի աչքի առաջ։ Այդքան քրեական գործ, որ ձեր վրա է։ Քոչարյանից ալերգիա ենք կպել, հընտենում եք ռ-ին խառնում ենք, ոչինչ։ Ամեն դեպքում սիրելի հայրենակիցներ ջան, այդքան քրեական գործերը, որ իրանց վրա է։ Այդքան ընտրակաշարքների փորձ, այդքան ժողովրդի վրա ագիտացիան, այդքան քաբաբի գործերը, այդքան չգիտեմ ընդեղ 20,000-ները, 50,000-ները, 100,000-ները անխնա անում եք, բայց որ ասենք եկեք, կպեք մի դպրոց սարքեք, չնայած պարոն Փաշինյանը իր կառավարության հետ այդ անում է, պետք չի ձեր անելը, բայց որ ասենք եկեք մի անապահով ընտանիքի օգնեք, ասեք միջոցներ չկա, բայց քաբաբի փող կա, քաբաբի փողը կա, այն անկապ բաների վրա փող ծախսելը կա, մեծ պաստառները կա, արհեստական բանականությամբ Սամվել Կարապետյան սարքել փողերը կա, դրա վրա դուք գումար կարողանում եք ծախսել։ Շնորհակալություն ձեզ, որ ձեր ձեռով դուք ձեզ ժողովրդի աչքի դեմը գցում եք։ Ժողովուրդը արդեն պարզ տենում է ինչ վիճակա ձեր մոտ։ Ընտրություններին դեռ կես տարի կար, դուք արդեն աշխատանքներ էիք տանում։ Այսօրվա դրությամբ ընտրությունները այսա շուտով հունիսի 7-ին կտենանք ինչա լինում։ Ես պարզ գիտեմ, ես իմ ժողովրդին լավ եմ ճանաչում։ Ամենակիչը 75% ձայն հավաքելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից գլխավորությամբ, որովհետև մեր կառավարությունը կառուցում է դպրոցներ, տնտեսություն, հզորացնում է պետությունը, արտաքին քաղաքականությունը այսօր մեր ժողովուրդ ջան, մեր արտաքին քաղաքականությունը այսօր գտնվում է այն ամենաբարձր կետի վրա։ Իսկ ձեր ժամանակներում լռում եմ։ Ինչևէ սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ վարչապետ եւ սիրում եմ բոլորիդ։ Աստված պահապան լինի բոլորիս։